ԲՀԿ-ն անտարբեր չի մնա իր կուսակցության անդամ Էլինար Վարդանյանի կուսակցական կարգապահությունից թերանալու հանդեպ։ Կա տրամաբանություն, ողջամտություն, թիմային աշխատանք եւ քաղաքական թիմ։ Եթե քաղաքական թիմի անդամը ինքն է կամավոր իրան դուրս դնում քաղաքը, դա ուրիշ բան է։ Եթե հակառակը ինքը ուզում է տանի, ասենք դա պետքա քննարկենք։ Միքայել Մելքումյանը վստահեցնում է, որ Էլինար Վարդանյանի հանդեպ պատժամիջոցներ կիրառելը ոչ մի կապ չունի նոր սահմանադրության նախագծին դեմ լինելու հետ, շատերն են խմբակցությունից դեմ։ Վարդան Օսկանյանը, Վայ Հովհաննիսյանը իրենց կարծիքը հայտնել են, դա իրենց քաղաքացիական դիրքորոշումն է։ Էլինար Վարդանյանն արդեն տեղյակ է, որ իր կուսակցական անհնազանդությունը դարձել է մամուլի քննարկման թեմա, գուցե ինքը դուրս գա ԲՀԿ-ից, քան իրեն կհեռացնեն։ Ես այդպիսի որոշում այս պահին չունեմ։ ԲՀԿ մամուլի քարտուղար Վահան Բաբայանը լրատվամիջոցներին ասել է, որ կուսակցությունը կքննարկի Տիկին Վարդանյանին կուսակցությունից եւ միջազգային բազմաթիվ պատվիրակություններից հեռացնելու հարցը։ Ինձ համար առավելագույնը զարմանալի էր եւ իմ կարծիքով այսպես շատ ոչ ճիշտ մշակույթ է, երբ իմ անձի հետ կապված հարցը քննարկվում է իմ բացակայությամբ, առանց ինձ տեղյակ պահելու, որ այդպիսի հարց է քննարկվում։ Էլինար Վարդանյանն առաջին անգամ է լսում, որ որպես ԲՀԿ-ական անդամակցելով միջազգային կառույցներին ինքը պետք է ներկայացներ ԲՀԿ-ի շահերը։ Ես միշտ մտածել եմ, որ միջազգային կառույցում ես ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետության շահերը եւ ոչ թե որևէ կուսակցության։ Իդեպ ինքը խուսափում է ասել, որ իր հանդեպ կուսակցության նյարդայնությունը կապված է նոր սահմանադրության նախագծի հանդեպ իր կտրուկ բացասական դիրքորոշման հետ։ Ես կարծում եմ, որ այդ հարցի վերաբերյալ մեկնաբանությունը ես չէ որ պետք է տամ։